Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 4-ի իրադարձությունների հետ կապված ձերբակալել է ևս 13 հոգու։ Ինչպես հայտնի է դարձել ուշ գիշերին գերատեսչությունում կայացած ճեպազրույցից, ևս 2 անձ թաքնված է ու ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ նրանց ձերբակալելու համար։ Նախարարությունից հայտնում են, որ շարունակվում են քննչական գործողությունները հանցագործության մյուս մեղավորներին բացահայտելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ի գիտություն հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 317-րդ, 222-րդ, 225-րդ ու 187-րդ հոդվածներով։ Հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում իրավապահները ձերբակալել են 2 անձի։ Մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի անձնական խուզարկության ժամանակ իրավապահներն առգրավել են նրա անունով գրանցված հրազեն։ Բաթումիում գտնվող նրա բնակարանից առգրավել են նաև մեծ քանակությամբ փամփուշտներ, փողեր, գազային դիմակներ, սաղավարտներ, ռադիոհաղորդիչներ ու մոտ 150 սիմ-քարտ։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով, որը վերաբերում է հրազանի եւ զինամթերքի ապօրինի ձեռքբերմանն ու պահպանմանը։ Հանցագործությունը նախատեսվում է մինչև 6 տարի ժամկետով ազատազրկում։ Վարչապետի խոսքով բոլոր օտար երկրյա գործակալները միացել էին Պատաբուջու Լաձեի կազմակերպված տապալման հանրահավաքին, բայց նրանք 5 րոպեում վաճառել են նրան։ Իրակլի Կոբախիձեն այս մասին խոսել է Ռուսթավի 2-ի եթերում։ Կառավարության ղեկավարի խոսքով ընդդիմադիր դաշտից միայն Գախարիայի կուսակցությունն է, իսկ սկզբանե դատապարտել այդ գործընթացը, մինչդեռ մնացած ուժերը, այդ թվում Լելոն, չեն դատապարտել ցույցը։ Կոբախիձեի խոսքով վերջին 4 տարիների ընթացքում կառավարությունն արդեն կանխել է 5 հեղափոխական սցենար, ու վարչապետը շնորհակալություն է հայտնել ներքին գործերի նախարարության եւ պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին դրա համար։ Իրակլի Կոբախիձեն խոսել է Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնման շուրջ։ Վարչապետի խոսքով ոչ տեղական գործակալները, ոչ էլ նրանց կողմնակիցները չունեն երկիրն առաջիկա 3 տարիների ընթացքում անկայունացնելու հեռանկար։ Հետևաբար նրա գնահատմամբ միակ ելքը հարաբերությունների վերականգնումն է։ Ըստ Կոբախիձեի Արևմուտքի հետ հարաբերությունների վերականգնումը կախված է Ուկրաինայում պատերազմի ավարտից։ Կառավարության ղեկավարը նաև խոսել է նոր Թրամփի վարչակազմի մասին ու նշել, որ ԱՄՆ-ից Վրաստանի վրա հարձակումների կասեցումը կապված է Թրամփի Deep State-ի դեմ պայքարի հետ։ Վրացական քաղաքական դաշտում կրկին քննարկվում է հոկտեմբերի 4-ի այսպես կոչված հեղաշրջումը։ Քաղաքական գործիչները, որոնք ի սկզբանե թերահավատորեն էին վերաբերում այսպես կոչված հեղափոխությանը, արդյունքների համար մեղադրում են կազմակերպիչներին։ Իսկ ազգային շարժումը հարցեր ունի Բուջուլաձե եւ մյուս կազմակերպիչների կողմից ծրագրի մշակման վերաբերյալ։ Ինչ վերաբերում է իշխող թիմին, ապա վրացական երազանքից նշում են, որ օրենքը խախտող յուրաքանչյուր անձ խիստ պատասխան կստանա պետության կողմից։ 2025 թվականի հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելուց հրաժարվել է։ Բոյկոտը մեծ քաղաքական սխալ էր։ Այս մասին կարդում ենք Հզոր Վրաստան Լելո կուսակցության Facebook-յան գրառման մեջ։ Ինչպես նշում են կուսակցությունից, իրենց քաղաքական միավորումը կրկնապատկել է 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ցուցանիշը։ Բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդների ու բոյկոտին աջակցող քաղաքական գործիչների բացահայտ աջակցությունը պետք է գնահատվի որպես քաղաքական արկածախնդրություն, որը ծանր հարված է հասցրել խաղաղ բողոքի ցույցին, ասվում է հայտարարության մեջ։ Սրա հետ մեկտեղ կուսակցությունից հայտարարում են, որ սկսում են ակտիվորեն աշխատել ընտրողների եւ ընտրված պատգամավորների հետ մարզերում ու մայրաքաղաքում։